Արդյոք Զանգեզուր ֆիլմի սցենարը, որը գրել է Աքսել Բակունցը, կարող էր պատճառ հանդիսանալ նրա ձերբակալության ու գնդակահարության։ Այսօր փորձելու ենք պատասխանել այդ հարցին։ 1938 թվականին խորհրդային ամբողջ միությունում սկսեց ցուցադրվել հայպետկինոյի արտադրության Զանգեզուր ֆիլմը։ Կինոսցենարի լուսագրերում որպես սցենարիստներ նշված էին Համո Բեկնազարյանի եւ Յուրի Դյուկորի անունները։ Աքսել Բակունցի անունը այնտեղ չկար եւ չէր կարող լինել, որովհետեւ նա արդեն գնդակահարվել էր որպես ժողովրդի թշնամի։ 1936 թվականի օգոստոսի 1-ին Աքսել Բակունցը վերադառնում է Մոսկվայից, որտեղ գնացել էր քննարկելու Զանգեզուր ֆիլմի կինոսցենարը։ Դիլիջանում հանդիպում է կնոջը եւ ասում, որ իրեն շուտով կարող են ձերբակալել։ Հասցնում է երկու անգամ հանդիպել Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Ամատունու հետ եւ ինչ-ինչ բացատրություններ տալ։ Բակունցը ձերբակալվել է 1936 թվականի օգոստոսի 9-ին։ 11 ամիս տևած տանջանքներից, կտանքներից հետո ընդամենը 25 րոպե տևած դատավարության արդյունքում դատապարտվում է գնդակահարության։ Որոշ տվյալների համաձայն նրան գնդակահարել է անձամբ ներքին գործերի ժողովում Խաչիկ Մուղդուսին։ Միջանկյալ ասենք, որ մեկ ամիս անց հենց ինքը Մուղդուսին է ձերբակալվում եւ գնդակահարվում։ Բակունցի ձերբակալությունից ընդամենը 2 շաբաթ անց Նայիրի Զարյանը շտապում է գրական թերթում տպագրել նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակի տակ հոդվածը, որտեղ ասում է. Միթե պարզ չէ, որ Բակունցի բերանով խոսում է դաշնակցական խմբապետը, որը ձգտում է դեպի Մարութաբարձր սարը։ Նրա մեջ դեռ ապրում է դաշնակցականների ցեղաբանությունը ծովիսով Հայաստանի մասին։ Բակունցի գիրը զրպարտություն է Զանգեզուրի հերոսական գյուղացիության հասցեին, որը կրնկակող դուրս շպրտեց դաշնակցական խմբապետ Նժդեհին։ Այստեղ նա ձայնակցում է ֆաշիզմի հետ ձուլված ռասայական տեսության ծիծաղելի ասպետ Նժդեհին, այդ կարիկատուրային կիսագրագետ Նիցշեին։ Մինչ ձերբակալությունը Նայիր Իզարյանը այդպիսի էլի հոդվածներ էր հրատարակել, տպագրել, ինչպես Բակունցի, այնպես էլ Չարենցի, Մահարու եւ ուրիշ գործընկերների դեմ, սակայն այս մեկը մահվան դատավճռի էր նման։ Բակունցի ձերբակալության ժամանակ արգրավում է նրա ձեռագրերը եւ ոչնչացնում։ Դրանց այդ թվում եղել է նաեւ Զանգեզուր ֆիլմի կինոսցենարը, որը այնուհետև չի հայտնաբերվել ՊԱԿ-ի արխիվներում։ Դրանից տասնամյակներ անց այնուամենայնիվ սցենարի 3-րդ վերջնական տարբերակը գտնվել է։ Գտնվել է ոչ ՊԱԿ-ի արխիվներում, ոչ նրա անձնական Բակունցի անձնական արխիվում եւ ոչ էլ արվեստի ու գրականության որևէ պահոցում։ Սցենարը հայտնաբերվել է Հողժող կոմատի արխիվներում, որտեղ Բակունցը գյուղատնտես էր աշխատում։ Իրականում Զանգեզուր ֆիլմի հիմքում թեև ընկած է Բակունցի գրական աշխատանքը, այնուամենայնիվ կինոնկարում շատ բան փոխված է։ Հերթական հանդիպումներից մեկի ժամանակ Աղասի Խանջյանը խնդրում է Աքսել Բակունցին սկսել աշխատանքները Զանգեզուր ֆիլմի կինոսցենարի վրա։ Դրա համար նրան Սևան հյուրանոցում մի առանձին համար են հատկացնում, որտեղ Բակունցը ընդունում է զանգեզուրցի կոմունարներին եւ նոթագրում նրանց պատմությունները, որովհետեւ ինքը այդ իրադարձությունների տարիներին Հայաստանում չէր եղել։ Vergas, ağa! Vergas! Պատիվ ունեմ ներկայանալու, պարոն պարոչիկ, պարտիզանական ջոկատների հրամանատար Մակիչ։ Հանգիստ, պարոն պարոչիկ։ Պարոն պարտիզաններ, թույլ տվեք խմել, սիրելի, պարոն Մակիչ գենացը։ Ուրա։ Ֆիլմը պիտի լիներ Անտանտի գործակալ դաշնակցության դեմ Զանգեզուրի հերոսական գյուղացիության մղած պայքարի մասին։ Իրականում ֆիլմի պատվիրատուն ոչ թե Աղասի Խանջյանն էր, այլ ոչ այլ ոք քան Յոսիֆ Ստալինը։
Բանն այն է, որ նա Անաստաս Միկոյանի հետ միասին դիտել էին Պեպո ֆիլմը, առաջին հայկական հնչյուն ֆիլմը։ Յոսիֆ Ստալինը հիացել էր Պեպո ֆիլմով, նույնիսկ Ավետ Ավետիսյանին կոչել սովետական Չապլին։ Պեպո ֆիլմից Ստալինի ստացած տպավորությունների եւ հայ կինոյի հետագա անելիքների մասին Անաստաս Միկոյանը նամակ է գրում Աղասի Խանջյանին։ Այնտեղ ասված է. Ինչու եք խուսափում հայ ժողովրդի ամենացավոտ խնդիրներին անդրադառնալուց։ Հույս ունեմ, որ ընկեր Ստալինի այս հոյակապ գնահատականը եւ Պեպո ֆիլմի քննադատությունը ցույց է տալիս, թե որ ուղղությամբ պիտի զարգանա հայկական կինոն եւ ինչ կինոնկար պիտի ստեղծվի մոտակա ժամանակներս։ Ստալինի այս առաջարկը բնականաբար որպես հրաման է ընկալվում։ Մինչ Ստալինի այս հրահանգը Աքսել Բակունցը արդեն նշանակվել էր հայպետկինոյի սցենարիստական բաժնի ղեկավար։ Նա կինոբեմադրիչ պատվական Բարխուդարյանի հետ համաձայնության գալով նկարահանում են Սև թևիտակ ֆիլմը։ Ինչի մասին էր այն։ Այդ ժամանակվա հայպետկինոյի տնօրեն Դանիել Դզնունու հուշագրության մեջ կարդում ենք, որ Բակունցը սիրում էր փորփրել արխիվներ եւ փնտրում էր, որոնում էր հայ ժողովրդի, հայ գյուղացիության ռևոլյուցիոն տրամադրությունների, այդպես ապստամբական գործողությունների մասին ինչ-ինչ պատմություններ, որոնք կարող էին կինոֆիլմի սցենար դառնալ։ Այդպես նա գտնում է մի պատմություն Լորվա Դսեղի ենթաշրջանի Էջմիածնի վանքապատկան անտառների կառավարիչ Ռոստոմ Թումանյանի մասին մի պատմություն, որը դառնում է հենց նշածս ֆիլմի կինոսցենարը։ Չբավարարվելով միայն արխիվները պրպտելով, Բակունցը Բարխուդարյանի հետ մեկնում է հենց Լոռի Դսեղի ենթաշրջանի գյուղացիների հետ զրուցելու, գրի առնելու նրանց պատմությունները Ռոստոմ Թումանյանի մասին։ Պահպանվել է Մարց գյուղի մի բազմանդամ ընտանիքի ավագի պատմությունը, որ պատմել է Բարխուդարյանին եւ Բակունցին, որտեղ Ռոստոմի մասին ասվում է հետեւյալը. Այս հողերն ու քոլերը, որ տեսնում եք, վանքին էին պատկանում, Էջմիածնին։ Դե մենք էլ անհող չքավոր գյուղացիներս աշխատում էինք այդ հանդերում եւ սարերում։ Բայց մեր արդար վաստակ այդ սատանի ծնունդ Ռոստոմը կեսից ավելին իր գրպանն էր դնում։ Այդ դեռ քիչ էր նրան, նա ամեն կերպ աշխատում էր ճանք գցել մեր հարսներին ու աղջիկներին։ Դե մենք էլ մեր նամուսն ու պատիվը ունենք, էլ չհամբերեցինք։ Եվ մի օր, երբ նա ձիով անցնում էր ջրվեժի մոտով, Մոսեսանց Հովանեսի նորապսակ տղա Արամը գյուլախորով արեց նրան ու մեզ ազատեց այդ գազանից։ Այսինքն Ռոստոմ Թումանյանը ներկայացվում է որպես ստորագույն մի անձնավորություն, սակայն Բակունցը շատ լավ գիտեր, որ Ռոստոմ Թումանյանը ոչ այլ ոք է, քան Հովանես Թումանյանի հարազատ եղբայրը։ Այդ հակասական մարդու մասին կարծիքները խիստ տարբեր են։ Օրինակատեսակետ, որ նա շատ խիստ անտառապահ էր, թույլ չէր տալիս, որ գյուղացիները ծառեր կտրեն եւ որպես վառելափայ տանեն, եւ նրանց դժգոհությունը առաջի հերթին հենց այդ պատճառով էր։ Ասենք, որ Բակունցի եւ Բարխուդարյանի նկարահանած ֆիլմից Սև թևիտակ ֆիլմից տասնամյակներ անց երկրորդ ֆիլմն է նկարահանվել։ Հրանտ Մաթեոսյանի տերը վիպակի հերոսի նախատիպը նույն Ռոստոմ Թումանյանն է եւ Հրանտ Մաթեոսյանը նրան նույնպես ներկայացրել է որպես խիստ պատվախնդիր մարդ, անտառների պաշտպան, այսինքն տեր, որի կերպարը համանուն ֆիլմում խաղացել է Խորեն Աբրահամյանը։ Տասնութ, 19, 20, 21, 22 Քնած գլուխը սնդուկն ես կողելու պարավի նման գաթա ես հաշվում, մի ճուղթ, երկու ճուղթ, երեք ճուղթ։ Այս ֆիլմից 3 տարի անց Բակունցը գրում է Արևի զավակը կինոնկարի սցենարը։ Կինոնկարի հերոս Արամը, որ բամբակագործ վարպետ է, խորհրդանշական կերպով անցնում է տարբեր հասարակարգերով, սրկատիրության շրջանում, ֆեոդալիզմի կամ բուրժուական հասարակարգերում նա ճորտ էր, նա ստրուկ էր, իսկ այ կոլեկտիվացումից հետո դարձել է ազատ մշակ եւ ազատորեն աշխատում է հանրային դաշտերում։ Այս ֆիլմը արժանանում է հայպետկինոյի փոխանցիկ դրոշին։ Դրանից հետո Բակունցը սկսում է Զանգեզուր ֆիլմի կինոսցենարը, բայց Զանգեզուր ֆիլմի կինոսցենարի զուգընթաց զուգահեռ եւս 3 ֆիլմի սցենար է գրում, որոնցից մեկը նրա սպիտակ ձին պատմվածքի մոտիվներով էր, սակայն ինչ-ինչ պատճառներով 3 ֆիլմերն էլ չեն նկարահանվում։ Երբ Բակունցը համարում է, որ ավարտել է իր Զանգեզուր ֆիլմի կինոսցենարը, հայպետկինոյում ծավալուն քննարկում է կազմակերպում, որի ընթացքում
կինո աշխատողները, կինո մասնագետները համարում են, որ շատ բարձրակարգ սցենար է ստեղծվել։ Դրանից հետո Բակունցը սցենարը կարդում է նաև Աղասի Խանջյանի տանը երկրի ղեկավարի համար, որին ներկա են լինում այլ բարձր պաշտոնյաներ նույնպես։ Խանջյանը մի քանի դիտողություններ է անում, բայց այդ հավաքի ժամանակ նույնպես համարվում է, որ սցենարը ստացված է եւ գրական մեծ արժանինքներով լեցուն։ Դրանից հետո Բակունցը մեկնում է Մոսկվա Համո Բեկնազարյանի հետ կազմելու սցենարի արդեն ռեժիսորական պլանը եւ բացի այդ մոսկովյան գրաքննիչների, գաղափարախոսների հետ նույնպես քննարկելու ֆիլմի սցենարը։ Թե ինչ է կատարվում հետո շարունակության մասին ես արդեն ասացի հաղորդման սկզբում, մոսկովյան գրաքննիչներին չի բավարարում ամենևին ֆիլմի սցենարը, ինչն էր որ չէր բավարարում մոսկովյան գրաքննիչներին։ Աքսել Բակունցի ֆիլմում Գարեգին Նժդեհը Զանգեզուրի գյուղացիությանը առաջնորդում է ազգային ազատագրական պայքարին, օտարի դեմ պատերազմի։ Մինչդեռ Մոսկվայից պահանջել էին, որ դա լինի քաղաքացիական պատերազմ, այսինքն հայ գյուղացիությունը անտանտի գործակալ, բուրժուազիայի ներկայացուցիչներ դաշնակցությանն է վտարում, այսինքն պատերազմը հայ գյուղացիությունը մողում է Զանգեզուրում սովետական կարգեր հաստատելու համար։ Բակունցը չէր կարողացել գնալ այդպիսի մեծ կեղծիքի։ Այ երկրի վերջանա, ես անպայման կգամ այստեղ։ Ես գետում, այ այսպես ձկներ կան։ Գոյություն ունի Հայաստանի Կենտկոմի որոշումը Աքսել Բակունցի Զանգեզուր ֆիլմը ճանաչել նացիոնալիստական եւ նկարահանման համար ոչ պիտանի, դա հասկանալի է արդեն ամատունու ժամանակ Աղասի Խանջյանից հետո։ Բակունցի սցենարում սպարապետի կերպարը ներկայացված չէ ծաղրական գույներով։ Այնտեղ նա ընդամենը մի քանի նախադասություն է ասում, որոնք առհասարակ չեն վարկաբեկում Գարեգին Նժդեհի կերպարը։ Մեր հույսը մեր դաշնակիցներն են եւ մեր զենքը։ Գնդապետ կարմիրները մեզ համար վտանգ չեն, որքան հնարավոր է թող նրանք շուտ գան եւ շատ գան։ Բայց ասում է եւս մի նախադասություն, որը ամբողջությամբ փլուզում է ֆիլմի սցենարի ու ֆիլմի մասին մոսկովյան պատկերացումները։ Թող Ադրբեջանը դադարեցնի Զանգեզուրի դեմ արշավանքները։ Հենց միայն այս նախադասության Բակունցն ասում էր, թե իրականում ում դեմ է եղել զանգեզուրցիների պայքարը։ Այսինքն կռիվները, պատերազմը Զանգեզուրում եղել է ոչ թե քաղաքացիական, այլ եղել է ազգային ազատագրական։ Հայ գյուղացիությունը ոտքի է կանգնել ռուս-ադրբեջանական, բոլշևիկի ադրբեջանական համատեղ արշավանքի դեմ։ Հենց միայն այս նախադասության համար սցենարը կարող էր համարվել, որակվել նացիոնալիստական։ Ըստ էության Աքսել Բակունցը չէր կատարել Ստալինի հրամանը, Ստալինի հրահանգը, այն է նկարահանել ֆիլմ հայ գյուղացիության պայքարի մասին սովետական կարգեր հաստատելու համար։ Ռուս պանները ինձնից երես թեկեցին։ Ձեզանից երես թեկեց ձեր ժողովուրդը, պարոն սպառապետ։ Նստեք։ Հիմա գանք մեր հարցին, արդյոք Զանգեզուր ֆիլմը կարող էր պատճառ դառնալ Բակունցի ձերբակալության եւ գնդակահարության։ Եթե նույնիսկ Բակունցը կատարեր մոսկովյան գրաքննիչների, Յոսիֆ Ստալինի պահանջները եւ գրեր այնպիսի սցենար, ինչպիսին պահանջվում էր, միևնույն է, նա հայտնվելու էր ստալինյան բռնությունների մամլիճի տակ։ Տեղի էր ունենում հայ մտավորականության սերուսկի ոչնչացում, իսկ Բակունցը այդ էլիտայի մեջ, մտավորական այդ էլիտայի մեջ վերջին մարդը չէր։ Զանգեզուր ֆիլմի սցենարը կարող էր ուղղակի առիթ հանդիսանալ Բակունցին մեղադրելու նացիոնալիզմի եւ բազմաթիվ այլ մեղքերի մեջ։